հարցեր առաջացել եւ ամենօր հրապարակումներ կան, որ ձեր եւ Արամ Օգրանեսյանի միջեւ ըստ մամուլի հրապարակումների վեճ է եղել, ինչով էր պայմանավորված երկարամյա ոստիկանապետի Ես քիչ առաջ նշեցի, որ կադրային փոփոխությունները նախարարության համակարգում բնական են, որոշակի ժամանակահատված հետո հատկապես, երբ որ անձը կոնկրետ պաշտոն է զբաղեցնում, տրամաբանական է, որ կարիք կա փոփոխության, եւ այս դեպքում եղել է հենց այդպիսի որոշում, այսինքն գնահատել ենք, որ կադրային փոփոխությունը այս պահին տվյալ պաշտոնի համար կարևոր կլինի, որպեսզի ոչ թե այն տրամաբանությունը նկատի ունենալով, որ ինչ-որ մի բան վատ է կամ չգիտեմ ինչ-որ մի բան չի գնահատվել կամ չի արժևորվել պարոն Հովհաննիսյանի աշխատանքը, բնավ ոչ, այլ հակառակ տրամաբանությունն է եղել, որ որոշակի ժամանակահատված հետո պաշտոնատար անձի փոփոխությունը կարող է դրական փոփոխություն նաև բերել որոշակի մոտեցումների հարցում, նոր շունչ հաղորդել աշխատանքներին, նոր մոտեցումներ ձևավորել, նոր մեթոդներ ձևավորել, սա հերթական փոփոխությունը կարող ենք դիտարկել, ես գնահատում եմ պարոն Հովհաննիսյանի աշխատանքը, բարձր գնահատականի արժանի աշխատանք է, որովհետև կյանքի մեծ մասը նվիրել է ոստիկանության համակարգին եւ սա որևէ ձևով անձնավորված ընդունել չի կարելի եւ ասեմ նաեւ որ այն բոլոր փաստարկները կամ այն բոլոր մտքերը, որոնք որ մամուլում տարածվում են, դրանք բոլորը բացարձակապես չեն համապատասխանում։ Կոնկրետ ինչ ոլորտն եք ուզում փոփոխությունները, բարեփոխումների ինչ ոլորտում եք ուզում զարգ տալ, որ կադրային փոփոխություններ պետք։ Ասեմ, որ Ներքին գործերի նախարարության համակարգի տեսանկյունից բնականաբար ռեֆորմային ուղղությունները բոլոր ուղղություններին են վերաբերում, թե ոստիկանությանը, թե փրկարար ծառայությանը, թե միգրացիա եւ քաղաքացիության ծառայությանը։ Դուք նկատել եք, որ մենք ունեցել ենք նաեւ միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետի փոփոխություն, սա եւս իր դրական շունչն է բերել, այսպես ասեմ, աշխատանքների, բայց դա չի նշանակել, որ օրինակ չի գնահատվել պարոն Ղազարյանի աշխատանքը տվյալ պաշտոնում, հակառակը պարոն Ղազարյանը ունեցել է առաջխաղացում։ Ես պարոն Հովհաննիսյանի աշխատանքը բարձր եմ գնահատում, Նարեկ ջան, եւ ես սա նշել եմ թե իր հետ մեր քննարկման շրջանակներում եւ թե նաեւ նորանշանակ պետի ներկայացման ժամանակ։ Տիկին Սարգսյան, բա ինչու այնքան նեղացած գնաց, որ անգամ ավանդույթը չհարգեց եւ չեկավ նոր պետի նշանակմանը մասնակցել։ Այդ ինչ հարգելի պատճառ էր, որ ըստ էության այդպես է մնաց հանելուկ բոլորին։ Պարոն Հովհաննիսյանը ըստ արարողակարգի պատշաճ կերպով ծանուցվել է եւ հրավիրվել է նոր ոստիկանապետի նշանակման միջոցառմանը, բայց հարգելի պատճառով չի կարողացել ներկայանալ, իսկ մնացյալ հարցերը կարծում կարող եք ուղղել պարոն Հովհաննիսյանին։